Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման համակարգի ներքո 400 միլիարդից ավել գույք կա կուտակված, որոնց մեծ մասը ոչ վարձով է տրվում, ոչ վաճառվում է, ոչ էլ տեղյակ ենք, թե ինչի մասին է խոսքը։ Բայց երբ որ դիտում ենք Հայաստանի Հանրապետությունում մասնավոր սեկտորի կողմից, գործակալությունների կողմից անշարժ գույքի, տեսնում ենք, որ տարեկան մոտավորապես առք ու վաճառք կատարվել է մինչև 59,000 գույք։ Իհարկե դրանց մեծ մասը հնարավոր է բնակարաններ լինեն։ Դրանցից մոտավորապես 1580-ը արտասահմանյան քաղաքացիներ են ձեռք բերել։ Երբ որ այդ գույքը չի գործում, ոչ մի գեներացիա չի կատարվում, հարկ չի վճարվում, աշխատատեղ չի ստեղծվում, հնարավոր չի դրանք հանձնենք մասնավոր սեկտորին, նրանք կառավարեն, նրանք վաճառեն, նրանք վարձով տան, նրանք վերանորոգեն, որտեղ վերանորոգման դեպքում մուլտիպլիկատիվ էֆեկտ է սկսում։ Ցեմենտ են օգտագործում, արմատուրա, մալուխներ են օգտագործում, մարդիկ են աշխատում։ Ես կարծում եմ, սա մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի, ես խնդրում եմ, որպես երկրի վարչապետ, դուք սա առանձին քննարկման թեմա դարձնեք, ինչի պետք է պետական ունեցվածքը այս կարգի մի կողմ դրված լինի եւ ոչ մի գեներացիա չապահովի Հայաստանի Հանրապետությանը։